Որ այնտեղ էլ այո այդ եւ Պլուտոն եւ Սև լուսին եւ մանավանդ իջնող հանգույցը կարիճում նրանք մոգական այդ բոլոր հնարքներին հնարավոր է տիրապետում են եւ ըստ արևելյան փիլիսոփայության նրանք այդ ամենը կրում են իրենց մեջ եւ բերել են դա նախորդ կյանքերի փորձն է երբ որ մի աղջիկ զանգեց ինձ երեխա չեր ունեմ իր մոտ լուսինը Նեպտուն է եւ որքան գիտեմ Սև լուսինը կարիճում էին ես հարցեցի արդյոք քո տատիկներից զբաղվել են մոգությամբ ասեցի իմ երկու տատիկներն զբաղվում մեկը հայ էր, մյուսը ռուս էր, Ռուսաստանի հայ էր։ Ասեց եւ հենց դրա արդյունքում էլ ես ամուսնացել եմ, կարողացել եմ իմ այո, բայց երեխա չէր լինում։ Բայց իմացեք սիրելի հետևորդներ, ինչու եմ տարբեր TV-ներում, տարբեր հարթակներում հենց այդ հարցադրումը լինում է, որովհետև Սև լուսինն է կարիճում, ակտիվացել են այդ սև ուժերը, մարդիկ ովքեր իրենց մեջ կրում են այդ ուժերը, նրանք ովքեր ամեն 7 տարի մեկ են, 49, 42, հա, այդտեղ գալիս է արդեն 30, 42, 36, հա, այդ տարիքային խմբերում գտնվում ամեն 7 տարի մեկ ծնվածները 28-երի մոտ էլ արդեն կզգանեցպես, գիտեք ինչ է, Սև լուսինը կարիճում նույնիսկ դա վամպիրիզմն է, էներգետիկ վամպիրներ են, դրանք մարդկանց նյարդայնացնում են, որպեսզի իրենց արյունը կրեն, վերջերս ինչ-որ միջոցառման էինք, իրենք կույս են, դուք եթե ինձ լսում եք, ասեցին մենք կույս ենք, բայց մենք միս ենք սիրում, ուտենք, ասի մի րոպե, ես հիմա կասեմ, ուրեմն ձեր լուսինը կարիճում է, կարիճը դա մահվան հոտն է, միսն է, այո, իրենց երկուսի լուսիններ կարիճում են, շատ հետաքրքիր բացահայտումներ, ինսայթներ են լինում ինձ մոտ, եթե դու լավ ես տիրապետում այդ լեզվին, անպայման այդ ամենը կա։ Կան աստղաբաններ, որոնց Սև լուսինը ջրհոսում է, կարիճում, իջնող հանգույցը կարիճում, ինձ կարող է լսեն, իրենք մոգությամբ են զբաղվում, պարբերաբար անիծում են, շատ ցածր վիբրացիաների ազդեցության տակ են, իրենք այդ ամենը հասկանում, նա միթե չգիտի, որ նախորդ կյանքեր գոյություն են եւ այդ սև էներգիաները միևնույն է հարվածել են, թեկուզ ինքը ոչ ոք չունի, միայնակ է ու հաջորդ կյանքն է կառուցում Իլոնա ջան, եթե այդ հարվածները չեն գտնելու իրեն, իր կողքերը, բայց ինքը վնասում է կրկին իր կյանքը հաջորդ կյանքում միայնակ է գալու այս երկիր կամ ընկնելու է ցածր վիբրացիաներ, այնտեղ կրոնի լեզվով, որ ասում են դժոխք։ Շատ հետաքրքիր դիտարկում արեցիք անեծքի մասին, մենք վերջերս հաճախ ենք համացանցում այդ անեծք, չարախոսություն, չարախնդալը, կարծես ամեն օր ամբողջ համացանցը ողողված է նմանատիպ, այսպես ասած, բացասական էներգիայով եւ հարցս հետևյալն է, անեծքի վերաբերյալ տարբեր գրականություններում նշվում է, որ անեծքը, հայրական անեծքը շատ ավելի վտանգավոր է, տղամարդու, այսպես ասած, անեծքը, քան մայրական անեծքը եւ կուզենամ նաեւ այս առումով